Բարեկո պարոն Սարգսյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Միասին փորձել ենք ամփոփել շաբաթվա կարևոր տնտեսական իրադարձությունները եւ սկսենք թերևս այս շաբաթ արդեն հնչող կարևոր մեսիջներից Ռուսաստանի Դաշնության կողմից Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերով իդեմս Ալեքսեյ Օվերչուկի, Վոլոդինի եւ այլնի հնչում են հայտարարություններ, որ կողմնորոշվեք պարոնայք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եւ հայաստանցիներ եւ Հայաստան երկու աթոռին չեք կարող նստել, նույն հարսանիքում չեք կարող երկու պարպարել եւ այլն, այսպիսի տեքստեր։ ԵԱՏՄ-ի մասով ենք խոսելու եւ ԵՄ-ի մասին ենք խոսելու։ Պարոն Սարգսյան, կցանկանայի փորձենք մեր հերթադիտողներին նախ հասկացնել, բացատրել շատ հանգամանալից, որի համար էլ ձեզ եմ հրավիրել որպես ոլորտի լավագույն մասնագետ պրոֆեսիոնալ, ինչ է ԵԱՏՄ շուկան, ինչ է այն մեզ տալի, որոնք են նրա առավելությունները, ինչու՞ չէ նաեւ որոնք են նրա խնդրահարույց կետերը։ Ինչ է ԵԱՏՄ-ն եւ անցնենք արդեն հաջորդ հարցերին, խնդրեմ։ ԵԱՏՄ-ը ընդհանուր տնտեսական շուկա է, որը նաև անդամ պետություններին հնարավորություն է տալիս առանց մաքսային վճարների ազատ առևտուր իրականացնել, փոխադարձ իրենց երկրների միջև եւ դրանովից նպաստելով այդ երկրների թե արտանմանը, թե ներմուծմանը բավական այսպես նպաստավոր գներով ու պայմաններով, կոնկրետ Հայաստանի Հանրապետության համար դա շուրջ մեր արտանման 37-ից 40%-ը առանձին տարիներին, վերջին տվյալով 37%-ը հենց բաժնելնում ԵԱՏՄ տարածքին եւ հիմնական մասը Ռուսաստանին 30% եւ ավել, ինչը այսպես բավական նաեւ մեծ կախման մեջ է դնում Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի շուկայից եւ նաեւ Ռուսաստանի կողմից ընդունվող տարբեր այսպես կանոնակարգումներից վերջին շրջանում ինչպես տեսնում ենք նաեւ որոշակի խստացումների արդյունքում որոշ ապրանքներ նաեւ չեն թույլատրվել արտահանվել Ռուսաստանի Դաշնություն, այսինքն տեսեք Հայաստանի տնտեսության համար բնականաբար կարևոր է դիվերսիֆիկացումը եւ այլ երկրների հետ ազատ առևտրի նաեւ համաձայնագրերի կնքումը եւ Եվրոմիության հետ այսպես հարաբերությունների սերտացումը բխում է նաեւ այդ հրամայականից, սակայն այնուամենայնիվ այս պայդրությամբ ԵԱՏՄ շուկան առաջնային է մնում եւ արագ ամբողջ այսինքն տնտեսության կառուցվածքը փոխել եւ ԵԱՏՄ-ից, այսպես ասած, հրաժարվել, դա կարծում եմ իրատեսական չենք համարում։ Նու ԵԱՏՄ-ն բավական, ասենք, մեր տնտեսության համար, հատկապես գյուղատնտեսական, վերամշակող արդյունաբերության համար կարևոր տեղ է գրավում, նաեւ մեր տնտեսվարողները բավական, այսպես, նաեւ օգուտներ են ստանում այդ առևտրից։ Այսինքն ԵԱՏՄ-ն այս պայդրությամբ մեզ համար շատ ընկալելի է եւ մեզ համար շատ օգտակար հարթակ է, որտեղ մենք կարող ենք մեր տնտեսությունը իրականացնել։ Բայց տեսեք, արդեն շատ պարզ տեքստով, առանց որևէ անթակույց, ինչ որ բաների, ասում են, որ արդեն այսօր հենց նույն Օվերչուկը նշեց, որ պարոնայք ձեր ապրանքները չեն համապատասխանում եւ ծաղկի մասով, միրգ բանջարեղենի մասով, ջերմուկի մասով, սննդի անվտանգության տեղեկատվությունը նշեց, որ որևէ խնդիր չկա։ Հիմա արդեն նշում են Վեդիալկոն, Աբովյանի կոնյակի գործարանի եւ այլն։ Ինչ է սա ենթադրում, սա քաղաքական մեսիջ է, սա պարզապես հիմա որոշեցին անել, ինչ է սա այս մասով, ինչ ռիսկեր կան։ Ես կարծում եմ սա ավելի շատ քաղաքական մեսիջ է, որովհետև այս պայդրությամբ նույն Ռուսաստանի Դաշնության պաշտոնյան իրենք էլ հասկանում են, որ Հայաստանը Եվրոմիության անդամ պետություն, այսինքն մոտ ապագայում համեմատաբար չի կարող դառնալ, ինչի մասին վկայում է նաև այլ երկրների փորձը, չէ, նույն Մոլդովայի, նույն Ուկրաինայի, Վրաստանի, մեր հարևան, այո, եւ նաև Թուրքիայի փորձը, որը շուրջ արդեն 30 տարի սպասում է Եվրոմիության անդամակցության, դա այդքան արագ եւ հեշտ ընթացող գործընթաց չի եւ որևէ երաշխիք չկա, որ Հայաստանը ի վերջո կդառնա ԵՄ անդամ։ Այո, եթե ԵՄ անդամ դառնա, ասենք, ընդունենք դիցուկ տեսականորեն, այդ դեպքում Հայաստանի համար բավական մեծ հնարավորություններ կբացվի, շուրջ 450 միլիոնանոց շուկա, այսինքն բարձր որակյալ ապրանքներ, թե արտահանման, թե ներմուծման մասով, սակայն նաև խնդիրը բարդանում նրանով, որ Հայաստանը նաև չունի ընդհանուր սահման Եվրոմիության հետ, եւ բացի այդ, նույն իհարկե, ասենք, Վրաստանն է, այսպես ասած, չուներ, սակայն ասենք ուներ ծով, որի ծով միջոցով կարող էր այդ բացը դրացնել, Հայաստանի Հանրապետությունը փաստացի չուներ, եթե Վրաստանն էլ արդեն փաստացի հրաժարվել է Եվրոմիության անդամակցության իր հայտից, Հայաստանի համար էլ ավելի դժվար է դառնալու, այսինքն այլ երկրների տարածքներով, որը բնականաբար նաև արտահանման համար լոգիստիկ բավական մեծ խոչընդոտներ ու նաև հավելյալ ծախսեր է առաջացնելու, որքանով դա նպաստավոր կլինի, դա իհարկե ժամանակի ընթացքում այդ գնահատականները կտրվեն, սակայն այս պայդրությամբ այս իրավիճակում, երբ որ ունենք մեկ ճանապարհ, այսինքն արտաքին ու երկու ճանապարհ, իհարկե Իրանի ճանապարհը այս պատերազմական իրավիճակով պայմանավորված չեն կարող համարել որպես լոգիստիկ գործող ուղի,
սակայն եւս կարևոր է, այսինքն հարավային պետությունների հետ, սակայն նույն Եվրոպայի հետ բնականաբար միակ ճանապարհը դա նույն Վրաստանի տարածքով, Սևծով, դա բավական մեծ երկարատև, այսպես ասած, գործընթաց է եւ բավական մեծ ծախսերի հետ է առաջվելու եւ հետեւաբար, այսինքն Եվրոմիության առավելությունից նրանում, որ ասենք սահմանակից երկրները իրար միջև, ասենք փոխադարձ առևտուրը ազատականացրել են, նաեւ սահմաններն են բաց, չէ, այսինքն երկրից մյուսը տեղաշարժվել, նաեւ բնակչության միգրացիայի տեղաշարժը ազատ ռեժիմով իրականացվում, ինչը այլ երկրների պարագայում, նո ասենք ինքնաթիռների փոխադրումը հնարավոր է, այսինքն ենթադրենք առանց վիզա ռեժիմով իրականացնել, սակայն ապրանքների ինքնաթիռով բնականաբար դա մեծ, այսպես ծախսերի հետ է կապված եւ բնականաբար չես կարող ասեմ բոլոր ապրանքները դու գինը բնականաբար կթանկանա եւ այլն շատ կթանկանա, այսինքն երկաթգիծ է պետք, ավտոմոբիլային ճանապարհներ են պետք, որոնք անմիջական են կկապեն Հայաստանի Եվրոմիության հետ։ Սա պետք է հաշվի առնենք։ Իհարկե մենք ունենք Եվրոմիություն արտանում, շուրջ 12% արտանում է Եվրոմիություն, այսինքն տարբեր լոգիստիկ ուղիներով, բայց դա քիչ է։ Դա իհարկե քիչ է, այսինքն տնտեսության ընդհանուր, այսպես ասած, ծանրության կենտրոնը ավելի շատ ԵԱՏՄ-ի վրա է հիմնված եւ այս պարագայում կարծում եմ արագ այսպես տնտեսությունը վերակառուցել, նույնիսկ եթե լոգիստիկ խնդիրները լուծվեն, նաեւ արտադրանքի հետ կապված, որակի հետ կապված պահանջները այլ են ինչքան Եվրասիական տնտեսական միությանը, այստեղ բավական, այսինքն երկընտրանքի առաջ կան մեր տնտեսավարողները եւ կարծում եմ դա 1-2 տարվա խնդիր չի։ Ամեն դեպքում, պարոն Սարգսյան, տեսեք, ամենավտանգավոր ռիսկը որն է։ Ենթադրենք, ստացվում է, որ այո, իշխանությունները գործող ասում են, որ դուրս են գալիս։ Չենք ուզում եւ այլն։ Փոխում ենք վեկտորը, ուղղությունը։ Ամենավտանգավոր ռիսկը որն է, հա, ինչ պետք է անենք։ Մեր անվտանգության բարձիկները որոնք են, որ կարող ենք հա կարճել դրանից կամ որևէ կերպ դիվերսիֆիկացնենք ԵՄ-ի հետ մեր տնտեսությունը։ Տեսեք, նու ընդունենք տեսականը, որ այդպես կլինի, իհարկե ես կարծում եմ մինչև, այսինքն դու ռեալ երաշխիքներ չունենաս, որ Եվրոմիության անդամ կդառնաս, այդ դեպքում հրաժարվել Եվրասիական տնտեսական միությունից, կարծում եմ դա այդքան անմիտ է, այո, եւ տեսական հնարավոր է, բայց գործնականում կարծում եմ անհնար։ Ոչ թե անհնար, այլ անիրատեսական ու անհեռատես քայլ։ Եվ կարծում դրան, այսպես ասած, մենք որևէ ինչ-որ տենց բան չունենք, նաև հայտարարություն, որ մենք ԵԱՏՄ-ից դուրս գալու Մենք նշում ենք դուրս չեն գալիս, դրանք են ասում, որոշեք նույնիսկ ամսի 29-ին Աստանայում այդ գագաթնաժողովում հարցը քննարկվելու է, մնում եք թե ոչ, շտապեցնում են դեռ ընտրություններից առաջ։ Դրա համար մեր երաշխիքները որոնք պետք է լինեն, որ եթե պլան B S է լինում կամ N է լինում։ Տեսեք, պլան B-ի դեպքում նախ ռիսկերը հասկանանք ինչ է նշանակում, մենք փաստացի էներգակիրների առումով բավական մեծ կախվածության մեջ ենք, հատկապես Ռուսաստանի Դաշնությունից, նույն գազի հետ կապված, նշեցին արդեն, որ $600 կարող է հասնել։ Այո, 165-ի փոխարեն $600, այսինքն կթանկանա 3 եւ ավել անգամ, սա արդեն իսկ մեր տնտեսի համար լուրջ հարված կլինի։ Նույնիսկ եթե, այսպես ասեմ, ընդունենք, որ մենք, այսինքն Եվրոմիությունը նույնիսկ ընդունում է մեզ, հետեւաբար տեսեք, էներգակիրները ցանկացած ապրանքի, այսպես արտադրության, նաև ծառայությունների արտադրության հետ կապված կարևոր, այսպես բաղադրիչ են, ինքնարժեքի, եւ եթե մենք փաստացի էներգակիր բավական թանկ գնով ենք ներմուծելու, իսկ դրան ասենք այլ ընտրանք այս բան համենայնդեպս չունենք, այսինքն այդ ծավալի բան, օրինակ Իրանից գազ մենք ներմուծում ենք, սակայն շատ քիչ ծավալով, դա միայն ջեկի, այսպես ասած, Երևան ջեկի, այո, բանը ապահովելու համար գործունեությունը, սակայն այդ դեպքում, այսինքն ապրանքները մի քանի անգամ կարող են թանկանալ, ոչ միայն ապրանքները, տրանսպորտային ծախսերը եւ այլն, ասենք ուղևորափոխադրումները, սա բնակչության թե տնտեսավարների համար լուրջ խնդիրներ կառաջացնի։ Այսինքն նախևառաջ այս բացը պետք է հասկանանք մենք էներգակիրներ ինչպես ենք կարողանում էժան ներմուծել, համենայնդեպս այդ նույն գնով հաստատ Հայաստանի Հանրապետության որևէ մի պետություն, քանի որ դա շուկայականից էժան գին է, այսինքն միջազգային շուկայում այլ գին է։ Այսինքն ստացվում է գազը դա կոնկրետ քաղաքականություն է մեր դեպքում։ Այո, գազը, այսինքն նաև եթե դու կախման մեջ ես մեկ աղբյուրից, դա շատ մեծ, այսինքն ցանկացած նույնիսկ եթե վերցնենք, ասենք միկրոմակարդակով, տնտեսավարողը, եթե մեկ մատակարարից է կախման մեջ, այսինքն այդ մատակարարը ցանկացած ժամանակ կարող է, այսինքն ոնց որ որոշակիորեն նաև ճնշում գործը գին բարձրացնի կամ չմատակարարի, այսինքն դու ստիպված պետք է մի քանի աղբյուրից այո դու դիտարկես, ասենք այլ հավասար պայմաններ են, որևէ ասենք բան չունենալ նաև Ռուսաստանի Դաշնության հետ կապված, պետք է Հայաստանը այլընտրանքային ինչ-որ բաներ մտածի, նաև էներգետիկ համակարգի վերակառուցման որոշակի նաև ծրագրեր իրականացնի, որպեսզի հնարավորինս քչացնի կախվածությունը, հատկապես ասենք գազից եւ այլն։ Էլեկտրաէներգիայով Հայաստանի Հանրապետությունը այո ինքնաբավ է եւ նույնիսկ արտահանում է,
այսինքն անցում կատար հնարավորինս, ասենք, արևային էներգիայի հետ կապված բաների, այո, այլընտրանքային էներգիաների, ինչը նույնպես ժամանակի հարց է։ Այսինքն կարճ ժամանակում այս խնդիրները կարծում եմ չեն լուծվի։ Համենայն դեպս, այո, կներմուծվի, այնպես չի, որ ասենք Հայաստանի Հանրապետությունը, ասենք էներգակիր, ասենք ցանկացած մի շուկայական գնով կարող է ներմուծել, բայց դա տնտեսության վրա ինչ ազդեցություն կունենա, բնականաբար միանշանակ բացասական, որովհետև ինչպես նշեցի, այո, ինքնարժեքները կբարձրանան եւ նաեւ այս ապրանքը, այո, որը նույնիսկ եթե Եվրոմիությունը ասի, այո, բացում ենք սահմանները, բերեք արտանեք, այդ ապրանքը մրցունակ չի լինի, քանի որ թանկ կլինի, ասենք եվրոպական այլընտրանք ապրանքներից։ Հետևաբար սա կարծում եմ այդ ճանապարհը չի։ Ես կարծում եմ, ասենք Հայաստանը զուգահեռ, այսինքն որևէ այսպես հայտ չներկայացնել դուրս գալու հետ կապված ԵԱՏՄ-ից, զուգահեռ ասենք տնտեսությունը դիվերսիֆիկացնելու քաղաքականություն իրականացնի, առանց այսպես կտրուկ, այսպես բաների, վեկտորի փոփոխության, հետագայում, այսինքն երբ որ տնտեսությունը արդեն պատրաստ կլինի, նոր դիտարկվի, այսինքն հնարավոր այլընտրանքային, այսինքն դաշինքների անդամակցումը։ Այս բանը մեր տնտեսությունը, ասենք Ռուսաստանի Դաշնության հետ հատկապես շատ սերտ կապակցված է, նաև թե աշխատանքային միգրանտների հոսքերի, թե նաև դրամական փոխանցումների հետ կապված։ Սակայն ես մի բան եմ նշեմ, որ ասենք Ռուսաստանի Դաշնությանը իրեն էլ ասենք ձեռնտու Հայաստանի Հանրապետությունը նաև որոշակի ակտիվ արտաքին քաղաքականություն վարի, այսինքն չդառնա մեկուսացված, այսպես ասած, իզգոյ պետություն, որովհետև նաև տնտեսական սանկցիաների տակ ընկնելով Հայաստանը որևէ բանը Ռուսաստանին չի աջակցի, սակայն եթե ազատ առևտուր ունի այլ երկրների, դա նաև կնպաստի վերարտանմանը, ինչը մենք նաև տեսանք, չէ, այսինքն նույն ռուսական ոսկին Հայաստանի Հանրապետության տարածքով, այո, վերարտանվում էր, նաև որոշակի իհարկե կամ վերամշակվում էր, կամ չէ վերամշակվում, արտանվում էր Արաբական Միացյալ Էմիրությունները, որը նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների, ասենք, կարևոր դաշնակիցներից է, եւ եթե Հայաստանը լիներ այսպես մեկուսացված նաև սանկցիաների տակ, տնտեսական պատժամիջոցների, դա չէր լինի, այսինքն Հայաստանի արտաքին այսպես ակտիվ քաղաքականությունը նաև Ռուսաստանին, իհարկե ինչ որ սահմաններում, այսինքն բավական այսպես շատ ակտիվություն Եվրոմիության սերտ ասոցիացումը, կարծում եմ դա է ինձ թվում է Ռուսաստանի Դաշնության կողմից որոշակիորեն նաև քաղաքականապես անընդունելի։ Շատ լավ, պարոն Սարգսյան, շատ հանգամանալից ներկայացրեցիք, ռիսկերի մասին խոսեցինք, ուզում եմ նաև շատ կարևոր մի թեմայի անդրադառնանք, որը վերջերս է դարձել ավելի քննարկման ենթակա։ Արտարժույթի մասին եմ ուզում խոսել, որ հատկապես վերջին շրջանում բավականին Միացյալ Նահանգների դոլարը, Եվրամիության արժույթը եվրոն բավականին իջել են, ինչով է պայմանավորված, որտեղ քաղաքացիների մոտ կարծես նորից տագնապային ինչ որ բաներ են, տրամադրություններ են, որ ինչ է կատարվում, ինչումն է բանը։ Դուք որպես մասնագետ կխնդրեի մեկնաբանեիք այս տատանումները նաև։ Տեսեք, Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարը որպես համաշխարհային արժույթի փոխարժեքի վրա ազդում են մի շարք գործոններ, կան երկարաժամկետ գործոններ, կան կարճաժամկետ գործոններ, պարզապես այս պայմանավորությամբ ոնց որ այդ գործոնների ազդեցությունը համընկել է եւ ոնց որ ունեցել է ավելի այսպես ասած ընդլայնված ազդեցություն։ Նախավարժ տեսեք, բավական շատ երկրներ այս ռուս-ուկրաինական պատերազմից հետո նաեւ այս Իրանի հետ կապված պատերազմական գործողությունները, այո, դրանից հետո ասենք որոշակիորեն նաեւ զգուշավոր են եւ քիչ-քիչ հրաժարվում են իրենց պաուսներում ԱՄՆ-ի Միացյալ Նահանգների դոլարի, այսպես ասած, բանի մասնաբաժին, ասենք գնալով պակասեցնում են ի հաշիվ, ասենք ոսկու կամ ասենք այլ արտարժույթների, այսինքն նույն ասենք օրինակ չինական յուանի կամ եվրոյի հաշվին, հիմնականում ոսկին են նախընտրում որպես հիմնական կայուն կարևոր արժույթ, իհարկե ոսկու գինը վերջի շրջանում ասենք բարձրացավ, հիմա փոքր ինչ անկում ապրես, սակայն ոսկին իր արժեքը պահպանում է, այո։ Դրա համար այսինքն հրաժարվում են, այսինքն ռիսկային է, տեսեք, ԱՄՆ-ն նախ ունի արտաքին մեծ պարտք, որը շուրջ 20-30% իրենց հնային գերազանցում է, այսինքն 1 տարվա հնան բավական չի իրենց արտաքին պարտքը վճարելու համար, ինքը շատ մեծ ցուցանիշ է, ուղղակի քանի որ ԱՄՆ-ն աշխարհի առաջատար պետությունն է, տնտեսապես, այո, եւ կարող են թույլ տալ, այսինքն այդ պարտքը սպասարկել, այսինքն ի վերջո իրենք կարող նոր դոլարներ թողարկել, այդ պարտքը վճարել, չէ՞, ու դա ասենք ընդհանուր համաշխարհային տնտեսության մեջ այդ ավելցուկային դոլարը այդքան արագ չի երևում։ Սակայն ժամանակի ընթացքում այդ դոլարները, եթե ասենք չեն ինչ-որ ակտիվներում ներդրվում, բնականաբար բերում են ուժեղ արժեզրկման, ինչին եւ մենք ականատես լինում ենք, այսինքն բավական մեծ դոլարային արտահայտված դոլարով գները բավական բարձրացան նույն Ամերիկայի Միացյալ Նահանգներում, նույն այլ երկրներում, այսինքն նույն ապրանքը, որ ներմուծում էր ենթադրենք ասենք $5, հիմա ասենք $8, $10, դա մի 3-4-5 տարվա ընթացքում, այսինքն համենայնպես հետ կովիդյան ժամանակահատվածում դոլարը կտրուկ արժեզրկվել է, նաև սրա պատճառը նաև որ հետ կովիդյան շրջանում ԱՄՆ Միացյալ Նահանգները կառավարություն ԱՄՆ-ի բավական մեծ այսպես դրամական օժանդակություն տրամադրեց շուրջ 3
տրիլիոն դոլարի, այսինքն փող է բաժանվել բնակչությանը, ինչը բնականաբար բերում է միանգամից արժեզրկման, որովհետև դրա դիմաց դու համարժեք այսպես արտադրություն չես կարող կազմակերպես։ Սա կարևոր պայմաններից մեկն է, նույն ասենք նաև շուկայում սպասումները, որ ԱՄՆ-ն ի վերջո կմեղմացնի դրամավարկային քաղաքականություն, ինչը բավական կոշտացել է նույն հետ-քովիդյան ժամանակահատվածում, սակայն դերևս սպասողական վիճակ է, բայց շուկաները ոնց որ այսպես իրենք ավելի արագ են այսպես արձագանքում նման լուրերին եւ փորձում են այսինքն իրենց ու արտաշուկային շուկաներում իրենց ոնց որ գործարքները այդ սպասումներով կնքել, սա նաեւ նպաստեց ու նաև այս իրանական պատերազմը բնականաբար սա եւս ազդեց այո դոլարի բանը, քանի որ պատերազմի մեջ գտնվող երկրի համար բնականաբար իր արժույթը կայուն չի եւ նաեւ որոշակի ավելի ծախսումներ են, չէ, իրականացում այդ պատերազմական գործողությունը, ինչը ի վերջո բերում է հաուսներն են անում օգտագործություն։ Այո, բերում է արժեզրկման։ Այսինքն, այսպես ասենք, շատ կարճ եւ ժամանակը արդեն սպառվում է, անհանգստանալու կարիք չունեն Հայաստանի քաղաքացիները դոլարի արժույթի եվրոյի հետ տատանման հետ կապված։ Սա պարզապես արտաքին ազդակներ են, որը ներքին շուկայի վրա այդպիսի մեծ ազդեցություն չի ունենա։ Այո, մեկ պատճառ է հավելեմ, նաև այդ առևտրային պատերազմները, որ Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակ ինքը ոնց որ ասած ձեռնարկեց, չէ, այսինքն մաքսատուրքերի բարձրացումը եւ այլն, սա եւս ազդեց դոլարի փոխարժեքի վրա։ Տեսեք, ԱՄՆ-ի տնտեսության համար դա նաև ձեռնտու է, արտանումը ավելի էժան կլինի ԱՄՆ-ի, ինչին եւ նաև ԱՄՆ-ն ձգտում էր, այսինքն դոլարի էժան, այսպես դոլարի քաղաքականություն նաև ԱՄՆ տնտեսության համար այս պայմանությամբ շահեկան, այսինքն կամ միգուցե դոլարային խնայողություն ունեցողների համար դա արժեզրկում է նշանակում, սակայն արտահանողի համար, եթե իր երկրի ազգային արժույթը արժեզրկում է, դա արտահանողի համար ավելի լավ է, քանի որ իր ապրանքը ավելի մրցունակ է լինում արտաքին շուկայում։ Իսկ մենք չմոռանանք, որ արտաքին շուկաներում ԱՄՆ-ի մրցակիցները հիմնականում Չինաստանը, Ճապոնիան, ու Եվրամիությունը հիմա այնքան շահեկան վիճակում չի ռուս-ուկրաինական պատերազմից հետո, այսինքն ապրանքների առումով նույն չինական ապրանքն հետ, որ կարող է ինքը մրցակցի։ Դե վերջերս էլ Չինաստանն էր այցելել եւ փորձում էր այդ սուր անկյունները հարթել։ Այո, այսինքն դոլարի փոխարժեք եթե անկում է ապրում, ԱՄՆ ապրանքը միջազգային շուկայում ավելի էժան է լինում, այսինքն համատաբար, ասեմ, նախորդ ժամանակահատվածի, ինչը նաև մրցունակություն է ապահովում, սա նաև պետության, տնտեսական քաղաքականության կարևոր բաղադրիչ է։ Շնորհակալ եմ հանգամանալից ներկայացնելու համար։ Ես եմ շնորհակալ։